Ջրի արտահոսքի հետքևոր մարսնավոր տունը, համատարած հատակներն է, այսինքն պատերն է խոնաված է, այս պահին իհարկե ջերմատեսիլով չոր է, քանի որ ամառակ կոնվեկցիան ուժեղ է, անցել են փորձարկումների, գոյուղին եմ ստուգում, հիդրոխցան եմ տվել, հեսա հասկանամ։ Հիդրոխցանով ընդհանուր գոյուղագիծը խցանել եմ, ջուր եմ լցնում, հասկանամ իր մեջից անկում կա, թե ոչ։ Ջերմատեսիլով տեսադիտարկումները հետևյալին է հանգեցրել, այսինքն այս մեր ծորակի տեղն է, ծորակը արդեն քանդել եմ, ուղղակի ծորակը պատից անջատել եմ ու ինչա կատարվում։ Կրկին ձեռով այսպես ինքը ֆռում է, այսինքն էլիֆոն բլենդ վստահեմ ու այս ամենը արդեն կես տարի է, այսինքն ծորակը տեղադրված է եղել կես տարի առաջ, բայց պատվիրատուն ասում է, որ կես տարի առաջ էր խոնավ տները, այնպես որ ստիպված եմ հեսա սրանք խցանեմ ու շարունակեմ որոնումները։ Բայց տեղից կես տարի շարունակ պատի մեջ անընդհատ պատով դեպի հատակ ջուր է քաշել։ Ես էլ ակնհայտ թե ինչ ձև է սալիկի հետևը ջուր քաշում։ Գոյուղին հերմետիկա, գոյուղը կասկած մեջ չունենք, այսինքն ջուրը համակարգում մնաց, անկում չապրեց։ Ճնշումներ տալով ֆիքսում եմ, որ համակարգում, այսինքն սառը տաք ջրի համակարգում արտահոսք